Հայաստանը հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու ուղիներ էր փնտրում, սակայն ակնհայտ էր, որ Ադրբեջանը նախապատրաստվում էր պատերազմի։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։ Պատգամավորն արձագանքեց Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությանը, թե իբր վարչապետ Նիկոլ Փաշինյանը մինչև պատերազմը պարտավորություն է վերցրել լուծել Արցախի հարցը, ապա հրաժարվել այդ խոստումից։ Հայաստանի Հանրապետությունը կրկնում եմ այդ տարիներին, 2 տարիներին, ըստ էության փորձում էր դուրս գալ այն իրավիճակից, որը չհանգեցնի ռազմական հակամարտության, պատերազմի եւ չի հրաժարվել բանակցությունից, բնականաբար չի հրաժարվել բանակցություններից, ուղղակի նաեւ ակնհայտորեն այդ բանակցությունների բովանդակության համար շատ փոքր տարածք է եղել Հայաստանի Հանրապետության համար, որովհետեւ շուրջ 20 տարի բանակցային այնպիսի ճարտարապետություն էր հյուսվել եւ Հայաստանում դրա այնպիսի հակառակ պատկերն է ներկայացվել, որ բարդ էր այդ փոքր տարածքի մեջ մանևրել եւ դրան զուգահեռ նաեւ ուժերի բալանսներ կտրուկ փոխվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Ըստ պատգամավորի նման մեղադրանքներ հնչեցնելով Բայրամովը փորձում է արդարացնել Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիան։ Հայաստանը ելքեր էր փնտրում հակամարտությունը խաղաղ կարգավորելու համար, բայց նաեւ ակնհայտ էր, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի եւ բնական է, որ պատերազմի պատրաստվող երկիրը հիմա պետք է այդ որը տարբեր փաստարկներով արդարացնի իր ռազմական գործողությունները, ռազմական ագրեսիան։ Նա նաև ընդգծեց, որ Ադրբեջանի պետական գործիչների հնչեցրած մեղադրանքները զարմանալիորեն համընկնում են Հայաստանի նախկին ղեկավարների հայտարարությունների հետ։ Շատ հետաքրքիր զուգադիպությամբ նաև նույն փաստարկներով Հայաստանի Հանրապետությանը մեղադրում էր նաև Ռոբերտ Քոչարյանը իր վերջին տված ասուլիսում։ Այդ զուգադիպությունը եւս եւ Սերժ Սարգսյանը եւս այդ զուգադիպությունը եւս ցանկանում եմ ձեր ուշադրությանը հրավիրել, որ ըստ էության Ադրբեջանի պետական գործիչները, քաղաքական գործիչները եւ Հայաստանի նախկին նախագահները նույն մեղադրանքներն են հնչեցնում Հայաստանի Հանրապետությանը։ Խանդանյանը հավելեց, որ 2018 թվականից հետո Հայաստանը մշտապես հայտարարել է Լեռնային Ղարաբաղը պետք է մասնակցի բանակցություններին որպես իր ճակատագիրը որոշող կողմ։ Նրա խոսքով Ղարաբաղյան թեմայով բանակցությունները եղել են առավելագույնս հրապարակային եւ թափանցիկ։ Նա անդրադարձավ նաեւ Ադրբեջանի հետ սահմանային հարցերին, նշելով, որ այս փուլում անկլավների փոխանակման թեման օրակարգում չէ։ Կա այդպիսի հարց եւ դա պետք է արդյունագրվի սահմանազատման գործընթացի շրջանակներում, այսինքն այդտեղ որևէ թաքցնելու բանի թեմա չկա, այսինքն փոխանակման հարց այս փուլում չի կարող լինել, որովհետև նախ պետք է անկլավները սահմանազատվեն, թե երբ կսահմանազատվեն, դա հայտնի չէ, որովհետև սահմանազատման գործընթացը դեռ պիտի շարունակվի ու ինչ-որ տրամաբանություն կա այդ սահմանազատման գործընթացում։ Պատգամավորը նշեց, որ սահմանազատման գործընթացը համալիր է եւ բաղկացած է մի քանի փուլերից՝ սահմանների ճշգրտում, արձանագրությունների հաստատում, պետական սահմանի մասին պայմանագրի ստորագրում եւ դրա վավերացում։ Միայն դրանից հետո կարելի է անդրադառնալ տարածքային հարցերին։ Եթե հանկարծ որևէ սցենարով որոշվի, որ պետք է Հայաստան եւ Ադրբեջանը տարածքներով փոխանակվեն, այդ հարցը Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն չի կարող տեղի ունենալ առանց հանրաքվեի։ Դրա համար պետք է հանրաքվե տեղի ունենա։ Խանդանյանը նաև տեղեկացրեց, որ սահմանազատման հանձնաժողովների վերջին հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերին եւ վերաբերել է TRIP նախագծի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածություններին։ Անդրադառնալով խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավորությանը, պատգամավորը նշեց, որ տեքստը պատրաստ է եւ Հայաստանն ակնկալում է, որ այն հնարավորինս շուտ կստորագրվի։ Այս պահին ես չեմ կարող ասել կա հստակ օր խաղաղության պայմանագրի ստորագրման բանակցությունների համար տեքստը պատրաստ է, տեքստի շուրջ այլևս բանակցություններ չեն լինելու, մեր ակնկալիքն այն է, որ հնարավորինս շուտ ստորագրենք այն, բայց դուք գիտեք նաև այստեղ պետք չի բան անել, Ադրբեջան նախապայման է ներկայացնում, ինչը Հայաստանի համար ընդունելի լեգիտիմ նախապայման չէ։ Խանդանյանը հավելեց, որ չնայած բարդություններին Հայաստանը շարունակում է խաղաղ բանակցությունների գործընթացը, հույս հայտնելով, որ դիվանագիտական ջանքերի շնորհիվ պայմանագիրը կարող է ստորագրվել մոտ ապագայում։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։